ոլորտներ փոխելու այդ իրականությունը, որում մենք ապրում ենք։ Երբ որ մենք խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, բնականաբար մենք ելնում ենք նրանից, որ սահմանադրական կարգը խախտվել է, իսկ սահմանադրական կարգը ամրագրված է հենց սահմանադրությունում։ Եվ բնականաբար սահմանադրությունը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածները հստակ պատասխան են տալիս այդ հարցին, իսկ սահմանադրության մնացած հոդվածները ըստ էության սահմանում են այն կառուցակարգերը, որոնց միջոցով պետք է իրականացվի առաջին հոդվածի նպատակը, այսինքն իշխան ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, եւ երկրորդ հոդվածի հրամայականը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով։ Բնականաբար այդ ամենը այսօրվա Հայաստանի իրականությունում խաթարված է, չկա, եւ դրա համար մենք հիմա խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին։ Եթե մենք խոսում ենք կոնկրետ այսօրվա իրավիճակի մասին, ապա բնականաբար առաջին մեխանիզմը ընտրություններն է։ Եվ այս տարի պետք է տեղի ունենան ընտրություններ, հերթական ընտրություններ, կարող է նաև արտահերթ ընտրություններ տեղի ունենալ, բայց ամենայն հավանականությամբ սա բացառված տարբերակ է, չնայած իրավաբանորեն դա հնարավոր է, եւ սա ամենակարևոր մեխանիզմն է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը։ Կա նաև երկրորդ տարբերակ, եթե մենք խոսում ենք մինչև ընտրությունների իշխանափոխության մասին, դա պարլամենտի միջոցով իշխանության փոփոխությունն է, բայց դրա հավանականությունը ես նույնպես գնահատում եմ զրոյական։ Մեր սահմանադրությունը ի տարբերություն նախորդ ժամանակահատվածում գործող 95 թվականի սահմանադրության սկզբնական տեքստի 2005 թվականի փոփոխություններով նման հնարավորություն չէր տալիս, որպեսզի փոխվի գործադիր իշխանության ղեկավարը խորհրդարանի կողմից, այդ հնարավորությունը կա, բայց այդ հնարավորությունը չի կարող հիմա օգտագործվել, որովհետև մենք ունենք պարլամենտական մի այնպիսի գերհսկա մեծամասնություն, որը պարզապես լուրը մունջ հետևում է իր առաջնորդի ցանկացած անբնական, անտրամաբանական քայլի։ Հետևաբար ազգային ժողովի կողմից Փաշինյանին անվստահության հայտնելու տարբերակը առաջիկա ժամանակահատվածում ես գնահատում եմ զրոյական։ Մնում է ընտրությունների մեխանիզմը, ինչքանով ընտրությունները ազատ ու արդար կլինեն։ Մենք ունենք իշխանության գերկենտրոնացում մեկ անձի ձեռքում, ինչպես դուք իրավաբան նշեցի, եւ ակնհայտ է, որ այդ անձը ամեն միջոց օգտագործելու է սահմանադրական եւ ոչ սահմանադրական եւ առաջին հերթին ոչ սահմանադրական, որպեսզի փորձի վերարտադրել։ Այստեղ արդեն քաղաքական ընդդիմադիր դաշտի խնդիրն է, որպեսզի իրենք ճիշտ գնահատականներ տան իրավիճակին, ճիշտ ձևաչափերը դրեն պայքարելու համար եւ կարողանան այնպես անել, որ մեր այն էլեկտորատի ձայները, որոնք պրոնիկոլական չեն, չփոշիանան եւ դրանք կենտրոնանան այն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մոտ, որոնք ռեալ հնարավորություն ունեն մտնելու ազգային ժողով եւ ձևավորելու նոր կառավարություն։ Այստեղ ես ուզում եմ մի փոքր մանրամասնել այդ մեխանիզմը, որովհետև ես շատ հաճախ ինչ շրջապատում իմ ընկերների մոտ տեսնում եմ, որ մինչև այժմ շատ հստակ չեն պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենալու կառավարության ձևավորման մեխանիզմը։ Շատ շատերը մտածում են, որ կլինեն ընտրություններ, կլինի պարլամենտ, եթե որևէ մեկը մեծամասնություն չունենա, պարլամենտում արդեն կորոշեն, թե ինչ կոալիցիա են կազմում, ով է վարչապետը եւ այլն։ Իրականում մեր 2015 թվականի փոփոխություններով սահմանադրությունը լիովին այլ մեխանիզմներ է նախատեսել։ Ճիշտ է, Հայաստանը պարլամենտական երկիր է 2015-ի փոփոխություններով, բայց կառավարության ձևավորման հարցում ընտրություններից հետո կառավարության ձևավորման եւ ավելի շուտ վարչապետի ընտրության հարցը վերապահված է ոչ թե պարլամենտի, այլ վերապահված է ժողովրդի ընտրության միջոցով։ Ինչպես է դա տեղի ունենում։ Պատկերացնենք ընտրությունները տեղի են ունեցել, պատկերացնենք ԿՊ չունի բացարձակ մեծամասնություն, եթե ԿՊ ունի բացարձակ մեծամասնություն, ապա այդ բացարձակ մեծամասնության լիդերը ավտոմատ դառնում է վարչապետ, հանրապետության նախագահը, ազգային ժողովի ուրեմն
առաջին Անդրանիկ նիստի օրը հայտարարում է, հրամանագրում է, որ հանրապետության վարչապետը այսինչ հանձնի։ Հիմա պատկերացնենք երկրորդ տարբերակ, որ ԿՊ-ն չունի այդ մեծամասնությունը եւ ԿՊ-ն միայնակ է մի քանի կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որոնք ընդդիմադիր են Փաշինյանին, ունեն թվաբանական առումով մեծամասնություն։ Այդ ժամանակ մեր ընտրական օրենսգիրքը, ելնելով Սահմանադրության պահանջից, նախատեսում է, որ դեռևս մինչև ընտրությունների ավարտը այդ կուսակցությունները կամ պետք է համաձայնության գա, թե ով է վարչապետը, կամ եթե համաձայնության չեն գալիս, տեղի ունենում ընտրության երկրորդ փուլ։ Հիմա առաջին տարբերակ, եթե գալիս են համաձայնության, եթե մի քանի կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ համաձայնության են գալիս են հարցի շուրջը, թե ով է երկրի վարչապետը, ապա ընտրությունները դրանով ավարտվում են։ Արդեն երկրի վարչապետը հստակ պարզ է լինում եւ հրամանագրվում է նախագահի կողմից ազգային ժողովի Անդրանիկ նստաշրջանի առաջին օրը եւ դրանից հետո սկսվում է կառավարության ձևավորումը։ Այսինքն վարչապետի հարցը լուծվում է դեռ մինչև ազգային ժողովի առաջին գումարման առաջին նիստը։ Եթե համաձայնություն չի լինում եւ որևէ մի կուսակցություն չի ստացել բացարձակ մեծամասնություն, այդ դեպքում միայն պետք է լինի երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցում են բոլոր այդ կուսակցությունները, որոնք հաղթահարել են ընտրական արգելապատնեշներ։ Երևի այստեղ էլ պետք է տեղեկացնեմ, որ ի տարբերություն ընտրական օրենսգրքի սկզբնական խմբագրության, հիմա այդ արգելապատնեշները փոխվել են։ Նախորդ կարգավորումներով ազգային ժողով անցնում էին 5% հաղթահարած կուսակցությունները եւ 7% հաղթահարած դաշինքները։ Հիմա այդ դրույթը փոփոխության է ենթարկվել 2021 թվականին եւ գործելու է առաջիկա հերթական ընտրությունների համար։ Առաջիկա հերթական ընտրությունների համար նախատեսված է 4% արգելապատնեշ կուսակցությունների համար, եթե որևէ կուսակցություն առանձին է մասնակցում ընտրությունների, նախատեսված է 8% արգելապատնեշ մինչև 3 կուսակցություններից բաղկացած դաշինքների համար եւ 10% արգելապատնեշ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար։ Հիմա երկրորդ փուլին մասնակցում են բոլոր այդ նշված արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունները, ընդ որում այդ երկրորդ փուլի ժամանակ էլ հնարավոր է, որպեսզի նոր դաշինքներ կազմվեն։ Եվ արդեն երկրորդ փուլի արդյունքում երկու ուժ է մասնակցում ընտրությանը։ Կամ եթե պատկերացնենք այսպիսի իրավիճակ, պատկերացնենք ԿՊ-ն ստացել է 49%, ընդդիմությունը միացյալ ձայները 51%, բայց ընդդիմությունը, ինչպես արդեն ասացի այդ վարկածում, համաձայնության չի եկել վարչապետի տեխնատուի վերաբերյալ, ուրեմն երկրորդ փուլին մասնակցում է բնականաբար ԿՊ-ն 49% ստացած եւ երկրորդ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը։ Այդ կուսակցության շուրջ կարող է ձևավորվել նոր դաշինք, բոլոր այդ արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունների հետ։ Եվ երկրորդ փուլի արդյունքում արդեն այլընտրանք չկա։ Հաղթում է կամ առաջին տեղը զբաղեցրածը կամ երկրորդ տեղը զբաղեցրածը։ Եվ դրանով ձևավորվում է էլի նորից ընտրվում է վարչապետ, արդեն ընտրությունների երկրորդ փուլում եւ նույն մեխանիզմով հանրապետության նախագահը հրամանագրում է, որ երկրի վարչապետը X անձնավորություն է։ Դրանից հետո նոր արդեն ազգային ժողովը, երբ որ սկսում է աշխատանքները, սկսում է կառավարության ձևավորման ընթացքը։ Ես այստեղ մի հարց տամ, էլի քանի որ հենց այդ մասին է։ Երկու ուժերից զատ այդ դեպքում ազգային ժողովում երրորդ ուժը որը պետք է լինի, քանի որ սահմանադրական պահանջ կա, որ ազգային ժողովում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր։ Տեսեք, այստեղ շփոթություն կա, նախ սահմանադրական պահանջ նման չկա, դա ընտրական օրենսգրքի պահանջն է, ընտրական օրենսգիրքը այժմ էլ է պահանջում, որպեսզի ազգային ժողովում առնվազն 3 քաղաքական ուժ ներկայացված լինի, ես նկատի ունեմ կամ կուսակցություն, կամ կուսակցությունների դաշինք։ Հիմա երրորդ ուժի հետ կապված հետևյալ իրավիճակը, պատկերացնենք 5 կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք են հաղթահարել բոլոր այդ արգելապատնեշները, բնականաբար իրենք բոլորը ներկայացված են լինելու պարլամենտում։
Եթե ստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որ երկու կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք անցնեն պարլամենտ, ապա այդ ժամանակ ուժի մեջ են մտնում ընտրական օրենսգրքի, որ առնվազն 3 ուժ պետք է լինի, եւ այս դեպքում երրորդ ուժը լինելու է այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը որ ըստ էության ամենաշատ ձայներն է հավաքել, այն արգելապատնեշները չհաղթարակ ուժերից։ Բայց այստեղ ցավոք սրտի ընտրական օրենսգիրքը մի շատ տարօրինակ փոփոխություն է կատարել 21 թվականին։ 21 թվականից առաջ գործող խմբակցությունը հստակ գրված է, որ այն ուժը, որ ամենաշատ ձայներն է ստացել, նա է ստանում այդ երրորդ կուսակցությանը հասանելի մանդատները։ Հիմա իրենք դրել է 21 թվականի փոփոխություններից հետո մոտարապես ձևակերպում է այսպես է, որ առավել մոտ է արգելապատնեշը հաղթարելու։ Հիմա ես հարց եմ տալիս, իսկ եթե կուսակցությունը առավել մոտ է, բայց դաշինքը առավել հեռու է, բայց բնականաբար դաշինքը ավելի շատ է ստացել։ Այդ դեպքում ո՞նց են լուծելու այդ հարցը, ով է այդ երրորդ կուսակցությունը կամ դաշինքը, որը որ մտնելու է ազգային ժողով։ Այդուհանդերձ ես չեմ կարծում, որ այս ընտրություններում սա արդիական լինի, բայց ամեն դեպքում այդ խնդիրը կա։ Հիմա երկրորդ փուլի հետ կապված, որպեսզի շատ հստակ լինի, ոնց է ուզում եմ գծել, որ եթե առաջին փուլի արդյունքներից հետո որևէ համաձայնություն չի կայացվում վարչապետի տեխնացիան վերաբերյալ, երկրորդ փուլի կարող են այն 4 կուսակցությունները դաշինքները համաձայնության գալ մեկ վարչապետի տեխնացիայի մասին եւ այդ դեպքում ընտրությունը կլինի առաջին տեղ զբաղեցրածի եւ երկրորդից 5-րդ տեղ զբաղեցրածների միջև կազմված դաշինքի միջև որևէ մեկը հաղթելու է տեղադրել այլության չկա եւ բնականաբար ընտրության արդյունքում ժողովրդի տված քվեով ընտրվում է վարչապետը եւ դրանից հետո որ ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը։ Պարոն Պողոսյան, ես ուզում եմ նաև անդրադառնանք հետևյալ հարցին, ընտրական process-ը պատկերացրեցինք, որովհետև վերջին հաշվով առաջիկա երևի թե սահմանադրական կարգի վերականգնման հնարավորություն ընտրությունների միջոցով է լինելու, բայց մենք խոսեցինք այն մասին, որ ըստ էության իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացել է մեկ անհատի ձեռքում։ Հիմա սա սահմանադրական խնդիր է, թե հենց սահմանադրական կարգի խախտման խնդիր է։ Այսինքն արդյոք մեր սահմանադրությունը այդպիսի հնարավորություն տալիս է, որ մեկ անձը ունենա այսպիսի անսպառ անվերջանալի իրավունքներ, թե այդ անձը պարզապես յուրացրել է այդ իրավունքները մեկ, արդյոք անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ հետագայում սահմանադրական կարգի խախտումները բացառելու համար եւ մեկ հարց էր, որ քաղաքացիները պարբերաբար մոտենում են եւ հնչեցնում են, ինչ անել, որ որևէ ուժ չունենա այնպիսի բացարձակ մեծամասնություն, ինչպիսին մենք ունեցել ենք վերջի երկու գումարման ազգային ժողովներում։ Շատ ճշգրիտ հարցադրումներ են ըստ քրթականության։ Ուրեմն բնականաբար անձը յուրացրել է իշխանությունը, որտեղ երբ որ մենք ինձ գտնական խոսքում էլ ասացի, երբ որ մենք խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, մենք ելնում ենք նրանից, որ կա սահմանադրությունում ամրագրված սահմանադրական կարգ, եւ այդ սահմանադրական կարգը չի նախատեսում իշխանության կենտրոնացում մեկ անձի ձեռքում։ Սահմանադրության 4-րդ հոդվածը խոսում է իշխանությունների բացառման մասին, 6-րդ հոդվածը օրինականության սկզբունքի մասին է խոսում եւ այլն, եւ բնականաբար գործառույթները կանոնադրված են։ Հիմա հարց է առաջանում, բայց ինչպես է, որ մեկ անձի ձեռքում ըստ էության կենտրոնացված է եւ գործադիր իշխանությունը, եւ օրենսդիր իշխանությունը, եւ հաստատի նաեւ դատական իշխանությունը։ Երբ որ անձը ունենում է սահմանադրական մեծամասնություն պարլամենտում եւ ունենում է այնպիսի մեծամասնություն, որը որևէ ձևով որևէ կերպ չի ցանկանում հակաճառել իր քաղաքական իդեալին, այստեղ սահմանադրությունը ըստ էության անզոր է, որովհետեւ սահմանադրությունը աշխատում է մարդկանց միջոցով եւ երբ որ մենք համեմատում ենք տարբեր կառավարման մոդելները, մենք պարլամենտական մոդել ենք, նախկինում ունեցել ենք կիսանախագահական մոդել, 91-95 թվականներին ունեցել ենք նախագահական մոդել, որևէ տարբերություն այդ առումով չկա։ Նույնիսկ պարլամենտական համակարգում ավելի մեծ է հավանականությունը, որ դու կարող ես փոխել այն անձնիշխան
ղեկավարին, որը որ իր ձեռքում կենտրոնացել է ամբողջ իշխանությունը, եթե պարլամենտում կարողանում ես նման մեծամասնություն հավաքել։ Հիմա եթե մենք նախագահական համակարգն ենք վերցնում, տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները իշխանությունների տարանջատման դասական մոդել են համարվում, իշխանությունների տարանջատում, checks and balances եւ այլն։ Մենք այսօր տեսնում ենք, որ որևէ իշխանությունների տարանջատում այնտեղ չկա օրենսդրի եւ գործադրի միջեւ, որովհետեւ սենատում էլ շատ փոքր մեծամասնությամբ մեկ ձայնի, Վենսի ուրեմն ձայների շնորհիվ ըստ էության Տրամպը կարող է առանց կոնգրեսի հարձակվել Վենեսուելայի վրա կամ ցանկացած այլ երկրի վրա։ Այսինքն շատ բան կախված է նրանից, թե ընտրության արդյունքներն ինչպիսին են։ Եթե դու ունես այդպիսի մեծամասնություն, քո նկատմամբ միակ ռեալ վերահսկողության մեխանիզմը անկախ դատական իշխանությունն է։ Հիմա մենք 2015 թվականի փոփոխություններով բազմաթիվ մեխանիզմներ նախատեսեցինք, որպեսզի հնարավորինս դատական իշխանությունը ձերբազատվի գործադիրի ուրեմն ազդեցությունից։ Եթե հիշում եք 95 թվականին այսպիսի մի կոմիկ իրավիճակ էր սահմանադրության, որ հանրապետության նախագահը ուրեմն ըստ էության արդարադատության երաշխավորներ, դատական իշխանության երաշխավորներ, արդարադատության խորհրդի նախագահներ, իր տեղակալները իր իսկ կողմից նշանակված պաշտոնատար անձիկ էին, գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը, այդ արդարադատության խորհուրդը իր ստորագրությամբ, հանրապետության նախագահի ստորագրությամբ, որպես արդարադատության խորհրդի նախագահ, իրեն առաջարկում էր դատավորների թեկնածուներ եւ նույն հանրապետության նախագահը արդեն մյուս ձեռքով ստորագրում էր այդ դատավորների նշանակումը։ 2005 թվականին մենք փոփոխություններով արդարադատության խորհուրդը դարձրեցինք ավելի հավասարակշռ, ավելի հնարավորություն տվեցինք, որ դատական իշխանությունը ինքը մասնակցություն ունենա դատավորների նշանակման գործընթացում։ 15 թվականի մեխանիզմները ել ավելի գնացին դատավորների ազդեցության ուժեղացման ուրեմն ուղղությամբ, բայց այդ ամենը որևէ արդյունք չտվեց, եւ ես վստահ եմ, որ եթե տեղի ունենա իշխանափոխություն եւ եթե քաղաքական ուժերը իսկապես քաղաքական կամք ցուցաբերեն, իրենք պետք է արմատական ձևով մոտենան մեր սահմանադրության 7-րդ գլխի, 8-րդ գլխի դրույթներին եւ մտածեն այնպիսի մեխանիզմների մասին, որպեսզի իսկապես գործադիր իշխանության ազդեցությունը դատական իշխանության վրա լինի մինիմալ։ Տեսեք, ես եղել եմ 15 թվականի սահմանադրության ստեղծողներից մեկը, հանձնաժողովի անդամ, զեկուցել եմ այդ սահմանադրության նախագիծ ազգային ժողովում եւ ես ասել եմ, որ կատարյալ սահմանադրություններ գոյություն չունեն, չեն կարող լինել, բայց պետք է միշտ ձգտել նրան, որպեսզի այն ամեն ինչ, որ սահմանադրությունում համարադրված է, կատարվի։ Հիմա մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը առաջին հերթին սահմանադրական դատարանը սահմանադրական փոփոխություններից հետո դարձել է ամբողջությամբ ուրեմն վարչապետի կամակատար։ Նույնիսկ գործեր չի ընդունում քննության, ժամկետները ձգում է տարիներով, այն դեպքում, երբ որ օրենքում շատ հստակ գրված է, ինչ անել այդ մարդկանց հետ։ Ուրեմն տվյալ պարագայում ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը ստեղծվել է այսօրվա իշխանության եւ վարչապետի թելադրանքով, բոլոր են դատավորները, որոնք 20 թվականի հակասահմանադրական փոփոխություններից հետո են դարձել սահմանադրական դատարանի դատավոր, իրենք պարտական են իրենց պաշտոնով այդ անձնավորությանը եւ ծառայում են իրեն։ Դատական իշխանությունում ցավոք սրտի հատուկենտ դատավորներ են մնացել, որոնք արդարացնում են իրենց կոչումը։ Այս սահմանադրությամբ իրենք պարտավոր են առաջնորդվել սահմանադրությամբ եւ իրականացնել արդարադատություն, բայց իրենք արդարադատություն չեն իրականացնում։ Այդ բոլոր քաղաքվարդակյալները ինչպես հայտնվեցին կալանավայրերում, երբ որ դատավորներն են դրա մասին վերջի վերջո իրենց վերդիկտը տալիս։ Կամ ասենք նույն Սամվել Կարապետյանի արարքը բնութագրել որպես սահմանադրական կարգի բռնի ապահովման կոչ այն դեպքում, երբ որ ինքը ընդհանրապես ասել է, որ մենք մեր ձևով պետք է պաշտպանենք մեր առաքելական եկեղեցին,
դա որակել որպես հանցագործություն, մարդուն վերցնել տալանքի, տես տալուց ավելի եւ այլն, այստեղ որևէ սահմանադրական պարագի ոտեր արդեն չկա։ Հետևաբար իմ կարծիքով, եթե մենք խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, մենք առաջին հերթին դրան պետք է անդրադառնանք։ Ես գիտեմ, որ կուլուարներում, նաև իմ շրջապատում շատ խոսակցություններ կան այդ մասին, որ կառավարման մոդելը պետք է փոխել եւ այլն։ Ուզենամ միայն հարևանցիորեն հարցին անդրադառնալ, կիսանախագահական համակարգի հետ վերադառնալը կործանարար է լինելու երկրի համար, որտեղ կիսանախագահական համակարգը ըստ սահմանման նախատեսում է դուալիստական գործադիր իշխանություն, նախագահ եւ վարչապետ։ Թե իրանք ինչպես են իրար հետ իշխանությունը կիսելու, ինչքան են կտրվելու, արտաքին քաղաքականության հարցերում ոնց են համաձայնության գալու, վերցրեք նաև Լեհաստանի օրինակը, հենց այսօրվա Լեհաստանի օրինակը, որը չի կարողանում պայմանավորվել, թե վարչապետը գնա Տրամփի հետ հանդիպման, թե պրեզիդենտը գնա հանդիպման։ Եվ դա նոր չի։ 2017 դեռևս տասնամյակներ առաջ, որ այդ կոնֆլիկտը առաջացավ, ուստի վաղտու չի ելում, միշտ ունենում է այնպիսի նախագահներ, որոնք որ իր կուսակցությունից չեն եւ կռիվները լինում են, այդ ժամանակ սահմանադրական տրիբունալը Լեհաստանի որոշում կայացրեց, որ առաջին ջութակը վարչապետն է, բայց նախագահները պետք է մասնակցություն ունենան, բայց դրանով մասը չլուծվեց։ Հիմա էլ իրենք կռիվ են տալիս։ Կիսանախագահական համակարգին անցումը նույն անդրամոդալական։ Նախագահական համակարգում մենք, եթե չենք ունենալու նախագահի եւ պարլամենտի մեծամասնության համընկնում, լինելու է ամերիկյան այսպես կոչված դեդլոքը եւ այդտեղ նույնպես կառավարումը լինելու է անկառավարելի, այսպես ասենք։ Ամեն մեկը վերմակը քաշելու է իր։ Հիմա Պարլամենտական համակարգում ես կարծում եմ լրացուցիչ մեխանիզմներ հետագայում հնարավոր է գտնել, որպեսզի վարչապետի գերակա դիրքը մի քիչ թույլատրվի, բայց մի քիչի մասին խոսքը, որովհետև եթե մենք ելնում ենք սահմանադրության տեքստից, սահմանադրությունը նույնիսկ վարչապետին հնարավորություն չի տալիս ռեգուլյար մշտական հիմունքներով նախարարներին ցուցումներ տալու այս կամ այն հարցի վերաբերյալ։ Սահմանության մեջ ուղղակիորեն գրված է, որ յուրաքանչյուր նախարար ինքնուրույն է կառավարության ծրագրի շրջանակներում իրականացնում իր ոլորտի քաղաքականությունը։ Եվ միայն բացառության կարգով է, որ վարչապետը իրավունք ունի այս կամ այն կոնկրետ հարցի վերաբերյալ հանձնարարականներ տալ։ Բայց գնացեք որևէ նախարարի հարցրեք, թե իրենք այդ դրույթին ծանոթ են եւ երբևէ փորձ կատարել են նման բան անելու համար։ Դրա համար, որպեսզի սահմանադրությունը գործի, նաև որոշակի քաղաքական կուլտուրա է, ուրեմն անհրաժեշտ եւ առաջին հերթին, այսպես կոչված քաղաքական էլիտային։ Տեսեք, սահմանադրության մեջ ընդդիմության իրավունքները այնքան են շատացել, փոքրամասնության իրավունքները, բայց իրենք ինչի են դառնում, եթե կամայական որոշում է կայացնում, որ ասենք քննիչ հանձնաժողովն ձևավորում եւ վերջ։ Պարզապես համարում է սահմանադրությունը։ Դրա համար իսկապես մեր այսօրվա քննարկումը սահմանադրական կարգի վերականգնման մասին, որտեղ սահմանադրական կարգը իմ գնահատմամբ առնվազն 2020 թվականի հունիսի 22-ից հանգվել է, ոչնչացվել է եւ այդ իրավիճակը ել ավելի է խորացել, այսօր մենք իսկապես ունենք անզուգականություն։ Սահմանադրությունը, եթե ճիշտ մեխանիզմներ չի նախատեսում, այդ անզուգականությունը նպաստում է, բայց մյուս կողմից, եթե դու նախատեսում ես բոլոր մեխանիզմները, նաև հանրապետության նախագահին ես այդ առաքելությունը տալիս, որ ինքը հետևի սահմանադրության պահպանմանը։ Հիմա մենք հիշում ենք, որ մենք Հայաստանի Հանրապետության նախագահն ենք։ Ուր է հանրապետության նախագահը։ Սահմանադրությունը ամեն օր ոտնահարում է արվում, իր հիմնական առաքելությունը հետար է։ Ինքը կարող է խոսել, չէ, բայց չի խոսել։ Որովհետև նույն քաղաքական մեծամասնության անձն է եւ եթե մենք ասում ենք, որ սահմանադրությունը պետք է ապահովի ժողովրդավարությունը, մենք չենք կարող ժողովրդավարության հիմնական կանոնը, մեծամասնության կանոնը վերջիվայր շրջել եւ ասել չէ, թող փոքրամասնությունը կառավարի։ Այնպես որ կարճ սահմանադրությունը կարևոր է, բայց ցանկացած սահմանադրության իրականացման համար առաջնային դեր է կատարում այն, թե պարլամենտական մեծամասնությունը ինչպիսին է եւ երկրորդը ինչպիսին է տվյալ երկրի քաղաքական վերնախավի քաղաքական մշակույթը։ Մենք երկուսում ենք պրոբլեմներ ունեցել,
որովհետև եւ 2018 թվականին եւ 2021 թվականին ցավոք սրտի տարբեր պատճառներից ելնելով այսօրվա քաղաքական ուժը ստացել է եւ հզոր մեծամասնություն եւ այդ պարլամենտական մեծամասնության դեմ մայքարը ըստ էության ձախողվել է, որովհետեւ այդ նշված պատճառները հանգեցրել են անձնիշխանության իրականացման։ Մենք հնարավորություն ունենք այս տարի փոխել ինչքանով մենք դա իրականացնենք, կախված է առաջին հերթին նրանից, թե մեր քաղաքական դիմադիր ուժերը ինչպիսի ճիշտ ձևաչափերով կմասնակցեն ընտրություններին եւ ինչպես կկարողանան ընտրազանգվածին բացատրել այն ճակատագրական իրավիճակը, որին բախվել է Հայաստանի Հանրապետությունը այս տարիների ընթացքում եւ հանգուցալուծումը ըստ էության այս տարի Կներեք մի քիչ երկարապատասխանեցի, բայց հարցեր Չէ, շնորհակալություն, պարոն Պողոսյան, իսկապես կարևոր հարցեր են, որ պետք է նաև մեր հայրենակիցները այսպես հասկանային, թե ինչպիսի կարգավորումներ են նախատեսվել